Այսօր բոլորը հիշեցին գնդապետի սխրանքների մասին, բայց մենք տեսնում ենք, որ հանրության մեջ շատ քիչ մարդիկ են արձագանքել այս լուրին եւ մտահոգիչ է նաեւ այն, որ կալանքի հարցը քննելու է մի դատավոր, ով հայտնի է անընդհատ կալանքի որոշումներ կայացնելով, ընդ որում բազմաթիվ փաստաբաններ խոսել են այն մասին, որ քաղաքական որոշումներ են դրանք ըստ էության լինում։ Նրա ինչ կարող եք ասել գնդապետի վերաբերյալ եւ այս process-ի ամբողջ։ Գնդապետը հերոս տղա է։ Հիմի զորակոչ է դա։ Զորակոչին որ հիմի նայեն sense հերոսներին բռնում են։ Էլ ինչ դուխով դե տան ծառայեն։ Նիկոլ Փաշինյանը այսպես տղեկին է բռնում։ Այս տղան ին տղեն է։ Գնդապետի մոդ է ծառայել։ Նարեկ Սարգսյանն է։ Այս երեխուն Նիկոլ Փաշինյանն սպանել 5000 տղու։ 5000 սպանողին չեն դադում, երկիր փրկողին այսօր դադում են։ Դրա ճիշտը ո՞րն է։ Սենց 100 տարի հետո Էդիկ Մալոյանը Անդրանիկ է, նժդե, իր մասին է պետք է խոսամ, ոնց որ նժդե աղբյուր սերոպի պես։ Ինչ ենք տեսնում, սենց ուժեղ տղեկին բռնելով ինչ պետք է, ուր պետք է հասնենք։ Դա ասում են պետական գաղտնիք է հրապարակել, իբր թե ցավը տանեմ, ինչ պետական գաղտնիք։ Հեսա իմանանք ինչ իմարել բռնել։ Հասարակ մի հատ այնքան պրոստ փագելու համար։ Էսի բռնել են Էդիկ Մալոյանին, որ մնացած աֆիցերները սեն խելոք մնա։ Ուրիշ ոչ մի բանի համար։ Էդոյի պես հազար տաղուն բռնել են, որ սեն խելոք մնացեք։ 6500 բնակիչ ունի Արագածը։ Այն վաղ որ Էդիկ Մալոյանը հերոս էր։ Սաղ գյուղս մեն արա Էդոյի պես հերոս տղա ունենք, մեր գյուղը Էդոյով պարզենում էին։ Բայց այսօր մեր Արագածից մի 10 հոգի է այստեղ։ Մեր գյուղի ժողովուրդը դաժե չեկա, որ սեր, այս ինչ է կենում, Էդոյի պես տղուն ոնց է դուք բռնում։ Բայց պարզենալուց որ պետք է YouTube մտնում են Էդոյին են ցույց տալու, ասում են Արագածի է, Թալնի Արագածի տղա է։ Դե հիմինս եմ ժողովուրդը սենց զոմբիացել է ամենը իր աստրամոքսի համար է։ Ուրիշ բան տեսնում եք օրեգան, սենց լավ տղեկին բռնում են, նստում են, վերջում է պետք է թողան տագի մնացածին, ով էլ հասցնի պետք է փախնել տա երկիր ապրել։ Էդոն փախնող տեսակ չէ։ Դրա համար է մնաս մինչև վերջ։ Այսինքն պիտի նահանջող լինեն, որ գնահատվեն։ Ասում են խելոք մնա, ձեր մի հանը քուման ապրի։ Գործից մարդկանց ազատում են իր հայացքների համար։ Այն մարդ չեն ուզում քեզին դրան։ Ինչպես դու այդ մարդուն հանում գործից։ Այդքան բանը։ Ամոթ Նիկոլ Փաշինյանին իր խոնդայով։ Շնորհակալություն։ Դուք պետք է թողալ հերոսին, Մալոյան Էդիկը հերոս է իսկապես։ Անապահ պետք է թողալ, դադավորը իրանից բան չի ներկայացնում, որ այդպես հերոսներին են դադում։ Ունես դադավորի մոտ են բերել, որ հենց դադող դադավոր է։ Մենք ոչ դրանից ենք վախենում, ես էլ ինքս պատերազմի մասնակից եմ։ Արցախի հերոս տղա եմ Մալոյան Էդիկը, 1000 ամոթ ծեզի։ Գեդինը մտնիկ դուք Գեդինը չեք մտնում։ Հերոս տղուն փագել եք։ Ուժան շան ворտիներ։ Խնդրում եմ էսի անպայման ցույց կտակ թող սաղել տենան։ Դուք ուղիղ եթերում եք։ 1000 ամոթ ծեզի խուժաններ։ Ինչ եմ ձեզ այ խուժաններ, մերպես հազիվ պատերազմի մասնակից տղեկի դադեք էլ ուրիշի չդադեք խուլիգաններ։ Դադավորես ինչ ես այ խուլիգան խուժանի մեկ։ Այնով որ մագազին լծել դաժե չի դե։ Այսօր պաշտոններ են բարը։ Այդ սերֆենում գալում են, դառնում են հերոսներ։ Ներողություն եմ խնդրում, կարծես փաստաբանումից է։ Այդքան բան անի ջան, ցույց տուր ոչ պատերազմի մեջով անցանք չվախեցան։ Չէ, դուք ուղիղ եթերում եք, չեմ կտրի, ասեք, հանգիստ։ Պատերազմի մեջով ենք անցել չեն վախեցես, խուժաններից պիտի վախենանք։ Թողեք մեր ընկերոջը, թողանք այդտեղ տուն։ Խուլիգաններ։ Դավաճանել եք դուք, ախնիություն հայդարարողնել եք դուք, այ խուժաններ, թուրքի տակ արգած խուլիգաններ, փնտիներ։ Նորից եմ կերել 5000 տղա սպանողի չեն դադը, որ իմ տղուն Նիկոլն է սպանել, միշտ եմ ասում եմ, այս sense հերոս տղեկին դադելով վախեցնելով դուք ինչ գիտեք, պոստպայելն ինչ է, Երգիրը հարգել սիրելն ինչ է։
Այս մարդը թուրքից չի, ծառայությունը ինչ է թուրքից չի վախեցել։ Ինչի որ նոր մարդուն բռնեն դադել։ Մենք սաղս է դիմալոյանը հետ ծառայացը կդենց ինչի հերոս տակ Այդ ամեն ինչ դիտենան իրանք որ զգան իրանց վրա ծառայություն, պատերազմ։ Այդ դիտենան որ զգան, ինչ պետք է զգան։ Աթորների վրա նստած փախով ապրվեն։ Հերոսը չեն սիրում, որովհետև հերոս է։ Հերոսներին ով է այսօր սիրում։ Միշտան հերոս կա, կեսին դադին, կեսին էլ սաբանին։ Մենք բերե դադում են։ Գեդինը չեն մտնում իրանք։ 1000 ամոթ ծեզի։ Ինչ պետք է տենանք ու սորվենք ծեզից խուժաններ։ Դուք Հարութ Սարգսյանի հայտնիք, չէ՞։ Նարեկ Սարգսյան։ Հարութ Սարգսյան։ Լավ։ Ինչ դուք կարող եք ասել նաև գնդապետի սխրանքների մասին, որովհետև բոլորը այսօր կարծես թե հակված էին քննարկել այն, որ փաստորեն հենց այսպիսի մարդիկ են հայտնվում անընդհատ իրավապահների թիրախում, հենց այսպիսի մարդկանց է, որ մի փոքր բան է պետք, որպեսզի ազատազրկեն։ Այս իշխանությունը հերոսներին չի սիրում, հերոսից սարքում է դավաճը։ Գնդապետ Մալոյանին ես ճանաչել եմ 13 թվականից, 2013 թվականից ծառայել եմ նույն տեղը, պատերազմի ընթացքում կրկին իրար հետ ենք եղել, այն ընկերն է եղել, ես էլ իմ աջակցությունն եմ հայտնում։ Բոլորի մոտ հատկապես հիշվել է այն, որ Աբաջանենց, Ուրֆանյանենց, Սլոյանենց դիրքն է, հա, այսպես հետ բերել ավելին նաև Սլոյանի Մենակ բարձրաձայնվել է, բայց շատ բաներ էլ կա, որ չի բարձրաձայնվել, որոնք որ մենք գիտենք ու ընդհանրապես հերոս մարդիկ չեն սիրում բարձրաձայնել այդ ամեն։ Ես էլ իմ ներկայությամբ աջակցելու եմ ինչքան որ հնարավոր է։ Միջադեպ իրակորդ։ Շնորհակալ։